եկեք ուղղակի գտնենք, որ պետության հետ է մեր շահերը համընկնում, այդ պետության հետ շարժվենք առաջ, զարգանանք, նորմալ տնտեսություն կառուցենք, ոչ թե տնտեսություն կառուցենք, ասես մի անգամից թռնեմ մի հատ ուրիշ թեմա, էլի, ոչ թե տնտեսություն կառուցենք, այնց որ top 1000 հարկատուների մեջ առաջի հորիզոնականը կլինի հեռախոս ներմուծող, արտահանող ընկերություն, այլ տնտեսություն կառուցենք, որ top 1000 հարկատուներից ասենք 800-ը կլինեն արտադրություններ, 500-ը կլինեն արտադրություններ գոնե։ Գոնե բանկեր չեն լինի։ Հա, էլի ինչի համար տենց տնտեսություն կառուցենք, որ ես իհարկե շատ ուրախ եմ, որ թոշակառուների թոշակները բարձացել է ու որոշ կերպարների նման չեմ ասի, մենք ստիպեցինք որ թոշակը բարձացնեն, շատ ուրախ եմ որ բարձացել է, բայց այս սրա մի քիչ ֆինանսական համակարգում որպես խորացած մարդ մի քիչ ուսումնասիրած մեր տնտեսությունը, իմ կարծիքով sense վաբանկ գնալ էր ընտրություններից առաջ այս թոշակները բարձրացնելը զուտ կոպիտ ասեմ, լավ քվեի համար թոշակ բարձրացնել էր, որովհետև այս կառուցած տնտեսությունը յուրաքանչյուր բայ կարա փլվի, երբ որ Ուկրաինայում պատերազմը վերջանա, յուրաքանչյուր բայ կարա այս մեր այսօրվա տնտեսությունը փլվի։ Եկեք լավ տնտեսություն կառուցենք, որ թոշակները ստիպված չլինենք մի կերպ ընտրություններից առաջ բարձրացնելու։ Եկեք այնպես տնտեսություն կառուցենք, որ անընդհատ թոշակները բարձրացնենք, որովհետև ի գիտություն մեր այսօրվա կառավարության փողը ինֆլյացիայի է ենթարկվում։ Ու երբ որ դուք 8 տարի առաջ խոստում եք տալի, որ պետքա թոշակները բարձրացնեք 10000 դրամ, 8 տարի հետո պետքա թոշակները բարձրացնեք 20000 դրամ, որովհետև փողը ինֆլյացիայի է ենթարկվել։ Փողը տենց հատկություն ունի, ժողովուրդ ջան, ու ստե չեմ կարա չասեմ։ Դրա համար բիթքոին կուտակեք պետական պահոստներում, որ ինֆլյացիայի չի ենթարկվի։